Ուրիշ բան ա գտել մանիպուլացնելու, պարոն նախագահ, 3 էլ կրկնեց, արդեն կոնկրետ ժամկետներով, որ եթե ես չունենամ սահմանադրական մեծամասնություն, պատերազմա լինելու։ Ասում էր առաջին անգամ պատերազմա լինելու աշնանը, հետո արդեն հստակեցրեց ամիսն էլ, սեպտեմբերին ա լինելու պատերազմը, ենթադրում եմ, երբ որ ընտրությունների օրը մոտենա, արդեն օր ու ժամով կհստակեցնեն։ Սա պարզ շանտաժ է, շատ պրիմիտիվ շանտաժ է մեր քաղաքացիների նկատմամբ իմ կարծիքով, բայց որը կարող է աշխատող լինել։ Ձեզ դրեք իր տեղը։ Ինչ պիտի ասեք։ Ուրիշ արգումենտ Նիկոլ Փաշինյանը ունի ասելու։ Դե առաջ գոնե ասում էր խաղաղություն են բերել, այսինքն պոզիտիվի վրա էր կենտրոնանում։ Հիմա հասկանում եմ, որ դա շատ չի աշխատում, վախն է ավելացնում։ Չէ, հիմա ես ուղղակի իմ պատասխանը հետևյալն է։ Իսկ այս վիճակում ինչ պիտի անի ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանը։ Ինչ պիտի ասի։ Այս մարդը պիտի ժողովրդին շանտաժանի, պիտի վախացնի պատերազմով։ Ուրիշ ինչ ասի։ Որ թեմայի շուրջ ինքը կարա նստի եւ լուրջ խոսա։ Ձեր հետ օրինակ։ Չկա։ Մեծ վտանգ ինքն է, ինքը որ մնա հաստատ պատերազմ ունենալու։ Այո, եւ մանիպուլացնում է, որ մյուսները գալու են խաղաղության պայմանագիր են այսպես չեղարկելու, տապալելու ամբողջ պրոցեսների վրա խաչ են քաշել, ոնց որ ինքն էր հայտարարում, ասում էր, որ ես բանակցությունները սկսել եմ իմ սեփական կետից, 0 կետից էր սկսել բանակցությունները ու ամբողջը տապալեց, 3 հատ պատերազմ բերեց մեր գլխին, հիմա այդ նույնը պրոյեկտում է անդիմության վրա։ Այսինքն այն բոլոր քայլեր եւ գործողություններ, որ ինքը արել է, հիմա ասում է, որ ընտրությունների արդյունքում, եթե իրենք հաղթեն, իրենք են անելու ըստ էության։ Ամեն ինչի վրա խաչ են քաշելու ու սկսելու են ինչ որ նոր, չգիտեմ, կետից։ Ինչպես ինքն էր սկսել նոր կետից։ Ես կարծում եմ մենք պետքա ժողովրդին բացատրենք մենք ինչ ենք անելու։ Ընտրություններից հետո հաղթանակի դեպքում, որ մարդկանց մոտ այդ վախը իսկապես չարմատավորվի։ Պարադոքսալը այստեղ է, որ ինքը փորձում է այդ պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահության ժամանակ ամենից խաղաղ տարիներն էին։ Ես այդ միտքը կրկնեմ, գոնե մեկ միջին, այսպես ասենք, ծավալի միջադեպ չենք ունեցել սահմանների վրա։ Եվ ամենակից զոհերն ենք ունեցել բանակում։ Ամենիշի զոհերը միջադեպ չի եղել։ Փորձ նույնիսկ չի եղել որևէ բան որևէ անել։ Հիմա ինքը գիտեք իմ տպավորությունը, որ դուք էլ լավ ասացիք, եթե չեմ սխալվում, ասացիք sense տղա է բերում մեր ժողովրդի գլխին, առաջ գոնե դա այդ սպառնալիքները Ալիևներ հնչեցնում, հիմա այդ սպառնալիքները ինքն է հնչեցնում։ Հիմա ես չեմ բացառում վաղը դուետով հնչեցնեն, sense երկու հոգի իրար մոտ կաղնեն եւ sense տարբեր տոնայնության ձայներով սկսեն դա հնչեցնել։ Չէ, մենք որ հաղթենք պատերազմա լինելու պարոն նախագահ։ Նայ, մենք որ հաղթենք։ Էսա հարցը։ Այսինքն ես կարծում եմ акցենտը մենք սրա վրա պետք է խաղաղության պայմանագրի մասին, որ գույություն չունի։ Սա մի հետաքրքիր մանիպուլյացիա է։ Կա մի թուղթ, որը իրավական ուժ չունի, եւ այդ թղթի մասին իրենք այնքան խոսացել են, որ ինքը ասենց դարել է ոնց որ թուղթ իրավական ուժ իբրև ունեցող, բայց չունի։ Եվ այդ չի եղած թղթի վերաբերյալ արդեն կառուցում է պրոգնոզները։ Հիմա ինչ է ասել, նաև ես հիշեցնեմ ինչ է ասում, որ ես քանի տարի վարչապետ եմ, ես ի վիճակի եմ վերլուծել եւ վտանգների մասին ասել։ Չէ՞ դա է ասում։ Հա։ Հիմա դու որ վարչապետ ես, միջև պատերազմը սկսելը, ինչ էին ասում։ Ասում են ինչ պատերազմ, ինչ բան։ Այդ դու այդ վերլուծության շնորհքը եթե ունես, ընդհանրապես դու կգնայր Արցախում կասեիր Արցախը Հայաստան է վերջ, իրենց ֆրակցիայի ղեկավարը մեկ շաբաթ մնացած միջև պատերազմը հայտարարել էր, որ պատերազմի որևէ վտանգ չկա, հիշում եք դա։ Ասում էր Թուրքիան չի ներգրավվի պատերազմի մեջ։ Հա, չի ներգրավվի, ոչ թե արդեն ներգրավված էր, արդեն բայրակտարները տեղադրված էին Ադրբեջանում, եւ ինքը 2 օր մնացած, թե 1 օր մնացած ասում էր ես կպայտեցնեմ Ադրբեջանը, այնպիսի ինֆորմացիայով
որը ներսում եւ այլ ինչեր կստեղծի։ Մի մարդ, որը ընդհանրապես չունի վերլուծական ընդունակություն, որը չի կարող կանխատեսել, չգիտի թե ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա խոսում է նրա մասին, որ ինքը որպես վարչապետ լավ է պատկերացնում, զրո պատկերացում։ Դե այն ժամանակ ասում ամփորձեին, հիմա սովորել ենք մեծացել։ Մեր վրա սովորեց, հա, տրենաժոր սարքեց երկիրը 5000 զոհ, 5000 երիտասարդի գլուխ կերավ սովորելու համար, բանը չի սովորել։ Ես տեսնում եմ, որ այդ մարդը ոչինչ չի սովորել։ Իր բառապաշարը ես ուղղակի մի համեմատություն բերեմ, որը ընդամենը 1-2 օրվա Մակրոնի նախադասությունը։ Ինչ է ասել Մակրոնը։ Մենք պետք է վախ ներշնչենք, որ ազատ լինենք։ Իսկ վախ ներշնչելու համար մենք պետք է ուժեղ լինենք։ Դա նույն Մակրոնն է ասում, որը երբ սորագրում էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու այդ տխրահարճակ հայտարարություն ինքը ներկա էր։ Նույնիսկ Ֆրանսիայի նախագահ ասում է նման կարգի հայտարարություններ։ Հենց ինքն է խաղաղության թշնամին։ Նիկոլ Փաշինյանը այսօր խաղաղության ամենից մեծ թշնամին է եւ սպառնալիք է ուղղակի։ Հենց այն պատճառով որ չի հասկանում ինչ անում։ Մենք ասում ենք, մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն։ Եվ երաշխիքային համակարգը ես ուղղակի համոզված եմ, շատ կարճ ժամանակում կարելի է ներդնել։ Կարելի է հասնել դրան։ Պարոն նախագահ, այսինքն որ մենք լինենք, պատերազմ չի լինի։ Իհարկե չի լինի։ Եթե մենք լինեինք 21 թվին մեկ հանդրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի։ Որտեղ այդ ապուշ հայտարարությունը չէինք ստորագրի Պրագայում, որը ամբողջ կոնֆիգուրացիան փոխեց։ Այստեղից որևէ կասկած չունեմ։ Ռևանշիստական նկրտումներ չունենք։ Որտեղ մարդկանց մեջ դա են տարածում։ Որտեղ ուրիշ բան տարածելու չունեն։ Կրկնեմ այս միտքը, ես բոլոր ելույթների ժամանակ սա ասում եմ։ 20 թվականի պատերազմը չպետք է լիներ։ 20 թվականի պատերազմը նույնիսկ եղած ժամանակ մենք չպետք է պարտվեինք։ Տարբերությունը այդպիսինը չէր, որը պետք է բերեր նման կարգի պարտության։ 21 թվականը եթե ԿՊ-ն մեծամասնություն չունենար խորհրդարանում, Ղարաբաղը մենք չէինք կորցնի։ Սա ես շատ մեծ վստահությամբ եմ ասում եւ համոզված եմ, որ այդպես է։ Կորցրեցինք մեկ պատճառով։ Մի մարդ որոշեց, որ ինքը կարող է գնալ եւ ճանաչել Ղարաբաղը Արցախը Ադրբեջանի կազմում։ Առաջին դու այդ իրավունք չունես, դու ով ես։ Ղարաբաղի ժողովրդի անունից դու այդպիսի հայտարարություն անելու ուղղակի իրավունք չունեիր։ Եվ հիշեցնեմ, երբ է դա արել ինքը։ Երբ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ կար մի ժամանակահատված անհաջողության ռուսական կողմի, հիշում եք այն ժամանակ բավական մեծ տարածքներ գրավված իրենք կորցրեցին Խարկիվի շրջանում, Խերսոնում եւ իրեն թվաց թե վերջ Ռուսաստանը քանդվում է եւ ամենջապես ինքը թռնում է սենց այլ տեղ է թռնում։ Սենց ինքը իր թռնելով կորցրեց Ղարաբաղը, հայ ժողովուրդը կորցրեց Ղարաբաղը։ Սա նույն մարդն է, որը հիմա խոսում է, որ ինքը կարա հաշվարկներ անի եւ ճիշտ ինչ որ հաշվարկներով ինչ որ բաների հասնել, նույն մարդն է։ Իրոք էլ ինչքան չպետք է ասես քո ժողովրդին, որ ասես, եթե ես չլնեմ, Ալիևը կգա, ձեզ մի հատ էլ կկոտորի։ Այսինքն հերիք չէր, որ Ղարաբաղում էթնիկ զտման է ենթարկել, Ալիևը հերիք չէր, որ այսքան զոհեր ենք տվել, ասում այ եթե ես չլնեմ, Ալիևին կբերեմ ձեզ վրա։ Էս է ամբողջ վատը, այդ ամբողջ համատեքստը, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը տեսնում է, էլի մեր հայտարարությունները, մեր մոտեցումները բանակցային փաթեթներին, որ ես միշտ այդ նախադասությունն ասում եմ, որ Հայաստանում այլևս Նիկոլ 2 չկա, որ նման
նման արկածախնդրության գնա։ Բոլորն էլ գալու են ընդունելու են ստեղծված իրավիճակը ու դա լավարկելու են, փորձելու են լավարկել հայկական շահը, ավելացնելու են ստեղծվածին եւ ոչ թե իրա նման ասելու են զրոյական կետից ենք սկսում, հա, ես չեմ ընդունում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ու այդ շատ པարզ մեսիջը ինձ թվում է մեր ժողովրդին պետքա տանք, որ հանգիստ եղեք, իշխանափոխությունից հետո պատերազմ չի լինելու։ Ամեն բանակցություններ տարվելու են համապատասխան ձևով, որ այդ պատերազմը ուղղակի չլինի։ Այդ պատերազմ խաղաղություն թեմայի մեջ իմ վերջի ելույթն են փորձում շահարկել, որտեղ ասում եմ Արարատը, Արագածը, Խոստուփը, Իշխանասարը մերն են ու նախադասությունը շարունակվում է, չէ՞, մեր ինքնության տարբեր գագաթներն են։ Հիմա իրանք հարցականի տակ են դնում նաև այն, որ Արարատը մեր ինքնության մի մասն է։ Բա եթե մեր ինքնության մի մասը չի, Արարատը մեզ հետ կապ չունի, ձեր արտաքին գործերի նախարար անունը խի է Արարատ, եթե դա հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեցող հանգամանք է։ Եթե Արարատը մեր ինքնության հետ որևէ կապ չունի, ո՞նց է որ Հայաստանի Հանրապետության ամենահայտնի խորհրդանիշը ամբողջ աշխարհում Արարատն է։ Մեզ հետ կապ ունի, չէ՞։ Հիմա ասում են, որ ասում ենք մեր ինքնության մի մասն է, տարածքային պահանջ այդ ո՞նց է գնալու հետ բերենք։ Հայաստանի Հանրապետությունը 30 տարվա, արդեն 35 տարվա ընթացքում երբևէ տարածքային պահանջ ներկայացրել է Թուրքիային, չէ։ Այսինքն նույնիսկ այն, որ դու ասում ես քո ինքնության մի մասն է, այդ արդեն պատերազմի կոչ է։ Կամ այնտեղ իմ ելույթում ասում եմ Դադիվանքը, Ղազանչեցոցը մերն են։ Ու հետո ես զարմացա, որ մարդիկ ասում են սա պատերազմի կոչ է։ Ասում եմ, ժողովուրդ, Դադիվանքը մերը չի, հայկական չի։ Բա որ հայկական չի, Նիկոլ Փաշինյան դեռ ինչ է իր անում մոն վառելուց։ Իրենց մի հատ կուսակցական ունեն Արմեն Գրիգորյան։ Ղազանչեցոցում հարսանիքն արել հիշում ես, այդ հարսանիք լեռներում իբր օպերացիա 2-ն է։ Բայց եթե Ղազանչեցոցը հայկական չի, ինչի՞ եք այնտեղ հարսանիք կազմակերպում, եթե մերը չի։ Այսինքն նույնիսկ այն, որ դու մտածում ես, որ ֆիզիկական այնտեղ չլինելուց հետո գոնե փորձես քո մշակութային ժառանգությունը պաշտպանես, ինչը միջազգային տարբեր մեխանիզմներով ենթադրվում է, որ հնարավոր է անել ՅՈՒՆԵՍԿՕ եւ այլն, դու արդեն պատերազմի սպառնալիք ես հնչեցնում։ Այդ աստիճան փորձում են մինչև վերջին բջիջը մարդկանց վրա ազդել այդ վախով, սպառնալիքով, պատերազմով։